ինչն էր հետաքրքիր, որ տարին բացեցինք, մենք դարձանք, այսինքն Գարնանը խազեր փառատոն չմրցանակաբաշխությանը, Բաշխությանը, կներեք, կորեցի, բանը ստացանք որպես մրցանակ, որպես տարվա լավագույն ջազ խումբ, որը մեր համար շատ հետաքրքիր բան էր, որտեվ երբևիցե շատ ջազմենները Երևանի չեն ընկնում այդ մրցանակաբաշխության եւ այդ աշխարհները ոնց որ չեն խառնվում, այս դեպքում խառնվավ ու ինձ թվում է դա մենակ պլյուս է, որ շատ ավելի մարդիկ կարող են տեսնել, հետաքրքրվել, իմանալ այս ինչ խումբեր էս ովքեր են երևի կամ տենց, բայց շատ ուրախ ենք ընկերներից հետ, որ դից մի հատ մրցանակաբաշխություն ստացանք տարվա սկզբները, մի քանի հատ Ռուսաստանում մեծ փառատոների ենք մասնակցում ջազային եւ տարին եզրափա EP-ն դուրս եկավ մեր մի 3 ստեղծագործություն ասես փոքրիկ դիսկ, որպեսզի ներկայանայինք աշխարհին եւ տարվա վերջում էլ երևի եզրափակեցինք համերգով եւ նոր տեսահոլովակ, առաջի տեսահոլովակով, որը արվել է մեր Last Chance to Dance երգի վրա, որի ռեժիսորն է Ալբերտ Սարգսյանը, շատ տաղանդավոր մի մարդ, այդ այնց հələ որ սենց տարի է, վատ չի էլի համարվում, երբ որ նամանավանդ 4 հոգի խումբից բոլորը շատ զբաղված են, մաքսիմալով փորձում ենք ժամանակ գտնել եւ իրար հետ անցկացնել եւ ինչ-որ մի կարևոր բավականին խիտ ու բուրըն ստեղծագործական այս տարին անցավ։ Այո։ Վստահ ենք, իսկ մյուս տարի էլ տես կան։ Ասում ավելի լավ։ Մի քիչ հետ գնանք, հասնենք այնտեղ, թե խումբը ոնց հավաքվեց, ումներ գաղափարը խումբը հավաքվի, ոնց հավաքվեց խումբը, ոնց եկավ առաջին համագործակցության միտքը։ Ես 2021 թվականին Երևան վերադարձա, որտեղ ապրում եմ Լոս Անջելեսում 12 տարի ու նվագում եմ այնտեղ, բայց այդպես խառնվածությանս լսեցի ու հասկացա, որ պետք է հետ գալ Երևան շատ։ Որտե քիչ են Լոսից հիմնականում հետ վերադառնում, հետ։ Լոսից քիչ է, բայց կա այդ տենդենսը հիմա կա ասեմ ձեզ, որ մենք մի 6 ընկեր, 5 ընկեր ընտանիքներով այդպես վերադարձել ենք, որտեղ որոշեցինք ապրել մեր երկրում, փորձել ինչ-որ մի բան անել մեր երկրի համար։ 10-12 տարի այնտեղ մնալուց հետո 12 հա կոնկրետ։ Ես էդի բանը բավականին սրոկ է տենց, որ ասես, լուրջ, որտեղ արդեն համակերպում ես այդ կյանքին, ստեղծում ես, չգիտեմ, լիքը բաներ եւ այլն, եւ հետո բայց շատ հեշտ ու հանգիստ է ամեն ինչը սառեցվավ, կանգնեցվավ եւ կնոջս հետ վերադարձանք այդտեղ։ Իհարկե ես իմ միակ գալուս նպատակն էր, որ գայս թե նվագեի ու շարունակեի։ Սկզբից հավաքում էինք ընկերներիս ուղղակի Կարենն էլ էր, ուրիշ ընկերներ սախառնում ենք, տարբեր բաներ ենք փորձում, տարբեր բլա։ Իսկ հետո 2022 թվականի վերջում մեր համերգները մի տեսակ սկսան շատ երիտասարդությանը դուր գալ, ես սկսեցի նկատել, որ շատ միշտ լիքտ են դահլիճները, որտեղ նվագում ենք, միշտ լիքտ են, չգիտեմ, փարթիները, որտեղ նվագում ենք եւ շատ մի հետաքրքրություն կար հատուկ մի հատ երիտասարդության կողմից, որոնք ոչ այդքան ջազ սիրահարներ են, այսինքն իրանք կարող են ռեփ լսել կամ չգիտեմ պարային երաժշտություն լսել, բայց ոնց որ այդ մարդիկ նկատեցին այս խումբը, զուտ իր երևի ռիթմերով կամ չգիտեմ ինչով ինչ որ նվագում ենք, ու ես հասկացա, որ սա չի կարող լինել միշտ Արտем Մանուկյան ու այսօրով կարա նվագի կամ չգիտեմ, սենց եկեք այսօր սենց անենք, տենց անենք, որոշեցի, որ ավելի ճիշտ քայլ կլինի ու շատ ավելի հստակ քայլ կլինի, եթե կազմվի խումբ կոնկրետ մարդկանց հետ, որոնք խմբում են ու տենց ոնց որ ավելի հեշտ կլինի ծրագրավորված գնալ ինչ-որ ուղիղ առաջ ու ինչպես իմ բոլոր 99% իդեաները սաղցնվում են պրոբկայի մեջ կանգնելուց, նույն ձևի Երևանում կանգնել պրոբկայի մեջ, ես հասկացա, որ ամբիանը պետք է լինի Երևան Կոլենգայա։ Ու արդեն 2 տարի է, հա։ Խցանումները իրենց լավ կողմնել ունեն, փաստորեն։ Ձայնած կավարակների կեսը խցանումներից։ Դրա համար շատ։ Ուտենց դարավ Երևան Կոլենգ, որ մեջ են Կարեն Մանուկյանը, Ստեղնաշարային գործիքներ, Արման Մնացականյանը հարվածային գործիքներ եւ Արման Փեշմանջյանը եւս ստեղնաշարային գործիքներ։ Շատ սկսեցինք տուրերի գնալ Ռուսաստանում էլի, ասում Ֆրանսիա ենք գնացել։ Հիմա պատրաստում ենք մի
ծայրասկավառակ մեծ, այսինքն ոչ թե EP փոքրիկ 2-3 գործով, այլ 6-7 թրականոց մի CD, որը դուրս կգա մյուս տարի, ու տեսնենք որտեղ կտանի մեզ մեր calling-ը, ում կարանք զանգենք։ Իսկ որպես բենդ ձևավորվելուց հետո, երբ արդեն այսպես ասած ճանաչում ունիք, հա, որոշապով առաջարկներ շատ եղան, որպես բենդ տարբեր տեղեր հանդես գալու։ Դե, հա, իհարկե, առաջարկներ միջև դել էին լինում, պրոստը ոնց որ երբ որ հավաքվեց արդեն վերջնական կազմը ու վերջնական երաժշտության ոճը կողմնորոշվեցինք ինչ ենք նվագում, խումբը ունեցավ իր երաժշտական դեմքը, արդեն սկսեցին կանչել այդպես տեղերից, որտեղ հենց ուզում էին, որ հենց այս մյուզիկա հնչի, ու այդ իմ կարծիքով ավելի հետաքրքիր բանը համագործակցությունն է, որտեղ գիտեն ում են կանչում ու դու գիտես ուր ես գնում, ըստ դրա հանդիսատեսը գիտես ոնց է ընդունում, այդ ամեն ինչը մի հատ ընդհանուր դիալոգ է դառնում, էլի, բանի նվագողի ու հանդիսատեսի մեջ, պրոստը նես չի, որ լսել են լավ խումբ է, եկեք կանչենք, փորձենք մեջ ինչ-որ կաֆեում կամ ինչ-որ կլուբում փորձենք նվագի, չէ, իրենք գիտեն ու տենց սկսեց ոչ թե շատացավ, այլ հետաքրքրացավ այդ բաները կանչելը, էլի։ Մենք ճիշտ ասած հետևում ենք ինչ բան անել, որովհետև շատ անգամ երբ մարդիկ նամանավանդ մրցանակաբաշխությունից հետո մի հատ ուրիշ սլոյ մարդկանց տենց տեսավ բան ու սկսեցին զանգել, որ գիտեք ինչ է սրա համար, բայց շատ անգամ ասում ենք չէ, որովհետև չենք կարծում, որ եթե բան շահել են կամ պոպուլար են, կարանք ամեն մի նիշայի մեջ ինչ-որ տեղ գտնենք, էլի, այսինքն ինչքան էլ, չգիտեմ, ֆինանսովի կամ ինչ-որ մեծ բաներ են ասում, բայց ֆոնային երաժշտություն մենք չենք կարող, ֆիզիկապես չենք կարող լինենք, հասկանում եք, մեր սաունդով, մեր դրամատուրգիան, դրա համար շատ անգամներ եւ լինում է, որ ասում ենք, չէ, մենք չենք նվագում, որովհետեւ չգիտեմ, չգիտեք ինչ ենք մենք էլ չգիտենք դուք ինչ եք ոնց ալնելու, արդյոք արժի, մենք կարծում ենք, որ չարժի, իսկ եթե մենք ենք կարծում ենք, դա ասեմ։ Իսկ փակ միջոցառումներ, օրինակ մենք գիտենք, չէ, որ Հայաստանում փակ միջոցառումներ, ինչ-որ տոնական միջոցառումների ժամանակ սովոր են, որ տմբլը տաշի է լինում, մշտական այդ է։ Եղել է այդպիսի փակ միջոցառումների առաջարկ, որ հենց ձեզ ու ձեր մյուզիկն են ուզել։ Ուրեմն որտեղ ուզում եմ դա իմանալ, որտեղ այդ լավ բանի մասին է, էլի խոսում, այսինքն կա մի շերտ, որակական մի շերտ, հա, հանդիսատեսի ում կնդրողի, որ ուրիշ մյուզիկա պահանջում, ուրիշ ճաշակ ունի։ Կամպանիան էր մի անգամ հետաքրքրվել ու մեծ պարտի էր անում ու խնդրել էր մեզ, բայց համ էլ խնդրել էր մեզ, որովհետև համ երաժշտություն են սիրում, համ ուզում էին ինչ-որ ինտերակտիվ ինչ-որ բաներ աշխատողների եւ նվագողների հետ, որովհետեւ իրանց դուր էր եկել մեր խմբի ոնց էր մեր կերպարները ու բան, ու իրանց թվում էր, որ մեր խմբում ինչ-որ շատ առողջ տենց մթնոլորտ օֆիսային, ոնց որ իրանց ուզում են իրանք այդ ինչ-որ իրանց օֆիսային հարաբերությունները մարդկանց ու ոնց որ մեր խմբի մեջ հարաբերությունները մարդկանց ինչ-որ տենց ձուլեին տենց evening երեկոս անցներ, հետաքրքիր էր, շատ հետաքրքիր անցավ։ Ու մի անգամ էլ նվագել ենք ամոթ չլինի ասեմ, մի հատ երիտասարդ օրիորդի ծնունդ ռուս, որը միջև հիմա ես չհասկացա ճիշտ ասած ինչ կապ ունենք մենք ընդ, բայց բավականին Փարաջանովոց ծնունդ էր տենց, ինքը ռուս էր, բայց ինքը գիտեր շատ լավ համ մշակույթային կյանքը, մշակույթային вообще պատմությունը Հայաստանի եւ Ռուսաստանի ու այստեղ էր ծնվում։ Այո, այստեղ էր, բայց ծնունդը տես չէր, որ ոնց որ մենք ենք հասկանում, որ նստում են սկզբից խորոված։ Հա, մարդիկ մասկեքով են սկզբից այդ wise-eye շաուտոտ էր։ Հատուկ իվենտ էր կազմակերպած։ Հա, լսում են, հետո երգում, իրանք էլ երգում էին, ինչ-որ երգեր ունեին։ Շատ այդ բանոտ էր։ Այնտեղ հետաքրքիր էր։ Արտ երեկո էր, այլ ոչ թե ծնունդ էր։ Ու իրանք էլ կոնկրետ ասում են, որ չէ, այս խմբին ենք լսել, ուզում ենք այս խումբը լինի։ Բայց տենց մնացած չգիտեմ, այդքան շատ քեֆել պետք է մեր տիպի քեֆ լինի, էլի որ կարողանանք ինտեգրվենք ամեն մի քեֆ չի։ Լինում է որ առաջարկ եք ստանում, բայց հասկանում եք, որ այդ այն վայրը չի, որ ես շատ եմ անում բանը։ Կարեն էլ ես մեր խմբի բալիցեն ռավն եմ, էլի։
Օրինակ շատ լավ երեկո կարող լիներ Porsche-ի, եսիմ ինչի համար, ինչ-որ մեքենայի, բայց մեզ ինձ շատ նամանավանդ ուզում են բոլորին կերպարանափոխություն ու նվագային լրիվ ինչ-որ տարբեր մի բան, ես ասեցի չէ շնորհակալություն, իրանք շատ վրդովել են ու շատ զարմացել են, որ ինչը պետք է այնա, որ երբ որ ինչ-որ մեկ ուզում է խումբ հրավիրի, ու այդ խոսում եմ մի քիչ այդ բանի մասին, որ չեն հասկանում, իրանք էլ չեն հասկանում ինչ են ուզում, որտեղ իրանք լսում են դուր է գալիս, կամ ինչ-որ մեկը ասում է, այ օրինակ Երևան քաղաքի լավ խումբ է եկել, մեր իվենթի կանչել, ուզում են հիմքից փոխել։ Աղեք, եկեք ուրեմն այս երաժշտությունը իսկ դուք երկչույի չունեք կամ չգիտեմ, իսկ կարող է սենս լինի, կարող է նենց լինի, դրա համար հարցեր է լիքը ծագում, դուք մեզ լսել եք, դուք գիտեք մեր ռեպերտուարը, դուք գիտեք, որ մենք քիչ անկախ բենդ ենք, որտեղ ուզում, տենց մենք համերգներով հանգիստ մեր համար տժում ենք։ Եթե դուք այդ ամեն ինչը ձեզ դուր եկել կանչում եք, ինչ եք փոխում այդ ամեն ինչը։ Կարող եք ուրիշ բենդ կանչել, որ ավելի առողջությամբ որ ասում եմ իրանք թվում է, որ ես ինչ-որ տենց ամարգալից բան եմ ասում եմ, չէ, ես ամարգալից բան չեմ ասում, ուղղակի ես չեմ անում այդ։ Ու փողը կարա ինչքան շատ էլ, բայց չեմ անում, կամ չեմ ուզում, կամ չեմ։ Այդ մի քիչ բանի մեջ է։ Այդքան են երևի մարդիկ ասել, հա, ամեն ինչ կանեմ, նայած ինչքան փողի, որ կորում է մի քիչ այդ բանը, то есть այդ սպეციფიկ արտիստի, որ չգիտեմ, գիտես, այս խումբը սենց երաժշտություն է նվագում, անպայման չի իրան փող տալու ասել։ Այդ տենդենսը իհարկե Հայաստանում կա, մենք շատ թե խմբեր, թե արտիստներ ենք տեսել, որոնք շատ լավ տվյալներ ունեն սկզբից, բայց քանի որ իրենք պետք է գնան գումար աշխատելու ճանապարհով, գնում են արդեն ուրիշ որակի երգեր են երգում, ուրիշ տեղ են երգում, որտեղ լիքը խմբեր կան, շատ կան, այո։ Չեք դուք ինչ ուզում եք, իրանք խնդրեմ չունեն, կարան լսել, երգել, լսել, նվագեն։ Բայց դա մեր մասին չի։ Գուցե դա գալիս է նրանց, որ իրենք սկզբանե նախ չգիտեն ինչպեսին է իրենց իվենտը լինելու, որովհետև ըստ իվենտի ֆորմատի հասկանում նաև ինչ խումբ եւ ինչ երաժշտություն պետք է հնչի։ Դե գիտեք ինչ մեկ դեմ այդպես մաքսիմալիստ դեմքեր կան, որ ասում են ամենալավ տարվա ջազ խումբը, ամենալավ տորթը, ամենալավ մեքենաները պետք է գան, то есть абсолютно չիմանալով ինչ կարան գնի այդ բանի մեջ էլ այդ ամենալավը իրենք են, բայց ուզում ենք ուրիշ բան, ուրիշ երաժշտություն հնչի։ Ոնց դուք ամենալավն եք, բայց չեք կարող, բայց դա չեք նվագում։ Դուրս լավ է չեք։ Հա, դες բաներ լինում աստ իհարկե այդ դրա դեմ մենք ամեն դեպքում փորձում ենք պայքարել, որպեսզի չբան չանենք, էլի չմաշվենք շատ արագ եւ դրա համար նվագում ենք քիչ, նվագում ենք շատ անգամ մեր սիրած ակումբում ջազային Ուլիխանյան ակումբում, որտեղ միշտ գիտենք, որ մարդիկ գալիս են լսելու, то есть ոչ մի ուտել խմելու կամ կողքից, այո, հա։ Գիտեն ինչու են գալիս ամենակարևորը։ Դրա համար մեզ այդ ակումբը շատ մշակութային երեկո է ալնում, այո, իսկական մշակութային երեկո է ալնում ու ուրիշ տեղեր ենք նվագում, բայց էլի սպասում ենք այն հրավերներին կամ եթե մենք ենք անում առաջարկը, որ հաստատ գիտենք այդ տեղը, հաստատ գիտենք այդ մարդկանց, մարդիկ աճում են գնալով ամեն մի ինչ-որ իվենթից հետո շատանում է մեր ֆան բանակը, դրա համար փորձում ենք ավելի շատ տենց տեղեր ստեղծել, որ հետաքրքիր լինի, որովհետև շատ Երևանում շատ ամեն ինչ նույնից շատ կա, էլի այդ է շատ սպանում է, որ ալտերնատիվան միշտ ինչ-որ տուժում է, էլի չկա, ես սաղ կյանք սիրել եմ 10 հոգու համար կամ 20 հոգու համար նվագել, էլի вообще պետք չի մեծ զալն կամ, բայց այդ փոքր տեղերը այդ ալտերնատիվներից, որ չես ուզում այս մեյնստրիմը տենաս, ուզում ես շուտ մի հատ ուրիշ բան տենաս, շատ է քչացել Երևանում ցավոք սրտի, սաղ անում են փողաբեր, փողաբան, սովորական, արդեն կերած, մարսած երաժշտություն կամ թատրոններն էլ նույն բանը, չգիտեմ, կինոներն էլ ու սաղ արդեն քայլած ճամփեքով բաներա, կոմեդիաներա, սաղ կինոներա, սաղ։ Սա աշխատում է, անում ենք սա։ Հա, այդ շատ լավ է, բայց ալտերնատիվան պետք է միշտ բան չանի։ Նամանավանդ որ Երևանը, Հայաստանը ունի այդ underground ճիղը, ինքը միշտ էլ ունեցել է, պրոստո մեր underground-ը լավ ուզում commercial դառնա շատ արագ, էլի, եթե չհիմնվելով полный underground-ի մեջ, արդեն որ մի երկու հետաքրքիր բան անում, եկել, ահա, դե այս կանչեց, դե անեմ բան։ Ինձ թվում ամեն դեպքում ֆինանսը գայթակղիչ կողմ է։ Շատ իհարկե, այս դարում հիմնականը տրվում են մարդիկ ստեղծագործողները, նույնիսկ եթե բայց այդտեղ էլ բան կա, չամփերում ես նույն ֆինանսը էլի լինում է, պրոստը դու քո ձիու վրա ես։ Այդ համբերելու, այդ համբերելու, բա սաղ կյանքը կարող է ինչ-որ
այ ենթադրենք X տարիներ տանի եւ ինքը պատրաստ չէ X տարիները վճարել նրա համար, որ վերջի միշտ ամբողջ կյանքում անի այն ինչ նա ուզում է անել։ Դրա հակառակն էլ կա։ Այդ համբերության տեղը երբ որ օգտագործում ես, կյանքի վերջում մնում ես դատարկ։ Այդ էլ կա, ցավոք սրտի։ Իսկ այդ underground-յան այսպես ասած կյանքի սիրահարներ, այ ովքեր են որ գալիս են Ուլիխանյան, ինչ տարիքային խումբ։ Գիտեք ինչ, ասեմ որ շատ հետաքրքիր է որ ունեցանք շատ մեծ ռուսների fan base մի անգամից այս 2 տարվա մեջ։ Նախ դե Երևանում են իրանք բարձրաշատ ու իրանք շատ սիրում են երեկոյան ինչ որ դուրս գալ իրանք կուլտուրայի մեջ կա գնալ լսել, դաժե թե չգիտեն ով է արտիստը, չեն հետևում, բայց գալիս են իմանում են, հետևում են կամ չեն հետևում, բայց տենում են։ Դրա համար մեջ տենց այդ աուդիենցիայի մեջ շատ ռուսներ ավելացան, որոնք հետո սկսեցին կապնվել Ռուսաստան, Մոսկվա հասել այդ տղաներին բերեք ֆեստիվալների հասկանում եք, ենդի զանգում ասում են, ո՞վ մենք ցած լսել ենք Երևանում, հիմա եկել ենք ստե ունենք ֆեստիվալ կուզեք գաք եւ այդ տենց լիքը գնացին Կալինինգրադ, Չելյաբինսկ, Եկատերինբուրգ, մի 3 անգամ Վլադիվոստոկ, 3 անգամ դե մեծ ֆանատներ ունենք շատ տարօրինակ է Վլադիվոստոկում, բայց այո, մեկը եկել էր, այո, մեկը եկել էր ասեց, ես եկել եմ հատուկ ձեզ թե Երևան, եկել եմ անպայման դե համերգը պետք է եկել եմ ձեր բան, Կալինինգրադ։ Հա, շուտ է եկել էր, լսել էր, կարծես։ Տենց, դա ռուսները բավականին մեծ բանակ է։ Հետո ես շատ ուրախ եմ, որ էլի ասացի, որ մի երիտասարդության շարք մարդ կան, որոնք անպայման չի ջազ են լսում, բայց շատ մշակույթի հետ կամ ինչ-որ հետաքրքիր երաժշտության հետ առնչվում են, լինում են, չգիտեմ, նկարիչներ, կարող է լինեն իրան քանդակագործներ, արխիտեկտորներ, դիզայներներ, IT աշխատողներ, բայց երիտասարդներ, որոնք ինչ-որ մի բան գտել են իրենց մոտիկ մեր խմբի ձայնի մեջ ու իրանք կարող է вообще ջազ կլուբ չեն գնում, որտեվ չեն սիրում կոնկրետ այդ տրադիցիոն ջազը կամ ինչ-որ մոդեռն ջազը, բայց մեր մեջ գտնում են ինչ-որ երևի իրանց այդ համահունչ գտնվող երաժշտություններ ու շատ են գալիս։ Այդ մի հատ նոր երիտասարդության տենց մի հատ բան է, էլի շերտա, որ ինձ շատ ուրախ եմ որ։ Հա, իրանք ամինչ գիտեն, իրանք սաղ լսում են, ամինչ գիտեն, ամինչից կուրսի հետ գալած խոսասա։ Բանից տեղյակ ամեն ինչից լավ երևույթներից աշխարհում, տեղյակ լավ երաժշտություն, լավ ֆիլմեր։ Հա, քիչ են, բայց կայֆավոր կան էլի։ Մեծ մարդիկ էլ կան շատ մեծ մարդիկ կան, որոնք առաջի դաժե դեմքից քեզ կտվա որ կարող եմ 2 գործից գնան այս մարդիկ բայց չեմ մնում են հետո էլի գալիս են հետո հիշում են քեզ օրինակ երեք տես մի հատ սիտուացիա որ ռեստորանում հատ մարդ մորքացած ոնց է համերգը մեկը բաց թողություն չեմ հիշում կամ ասում հիշում ես մի անգամ ես նստած եկել դու եկալ բայց մարդ որի դեմքից вообще ջազացը որ կարող է ջազալ լսում կամ բան բայց вообще Ռուսաստան հասկացանք, միջև Ռուսաստան արդեն հասանք, իսկ ընդլայնվել Եվրոպա արդեն։ Դե Եվրոպա Ֆրանսիա գնացինք, շատ լավ մեծ համերգ էր, որը Անդրե Մանուկյանն էր ներկայացնում Ֆրանսիայի շատ հայտնի պիանիստ է ինքը ջազվի, շատ մեծ լուրջ մարդ է ու ինքը ոնց որ իր այնց հովանու տակ Երևանից ինքը ասաց որ այս խտոյքին բերեք, որ այստեղ համերգ նվագենք, շատ լավ թատրոնում նվագեցինք Փարիզում համարը sold out ու դա մեր առաջի եվրոպական տենց ասենք քայլներ հիմա այս տարի փորձում ենք նախ զայնասկավառակը երբ վերջացնենք հակ ես փորձել եմ այդ բոլոր կապերը աշխարհի 2026-ին զայնասկավառակը այո անպայման ինձ թվում է գարնան վերջ հա նոր զայնասկավառակ որով կփորձենք արդեն ամառվանից կամ աշնանից Եվրոպայի շուկաներ եղել որտեվ все-таки Երևանից պետք է բան անել, էլի դուրս գալու, նվագելու, հետ գալ ինչ-որ բան ստանալու էլի, որտեվ եթե այդտեղ շատ ես մնում ու շատ ես նվագում, մի տեսակ դժվարանում է բանատել, պետք է միշտ ինձ թվում է առաջ մտածես ու դուրս գաս քո արվեստը շատ ցույց տաս, որ դրա վրա սովորես, ինչ թազ ավելի բաներ անես, ինչն է լավ ու ինչը լավ չի, ինչը բան։ Իսկ Երևանում մի տեսակ արխայինի բան կա, որ շատ ես մնում, սաղ սիրում են ու ոքե ոչ մի բան չես նկատում քո մեջ էլի, դες մի քիչ անջատում ես, ասում ես լավ է։ Իչում ամեն տեղի լսարանները տարբեր են, Ռուսաստանի լսարանը իշա Եվրոպայում вообще հետաքրքիր լսարան է, ֆրանսիացիները
ուրիշ ձև են երաժշտությանը վերաբերվում, լսում իրաց մշակույթ շատ շուտվանից է գալիս երաժշտական մշակույթը։ Բաների շատ են 70-ականներից Miles Davis ժամանակ մուզիկանտները որ գնում էին Փարիզ, համերգների գրում էին ամենտեղ, որ sense ֆանտաստիկ լսարան, սկի Ամերիկայում չեք տեսել, ու իրոք եվրոպացիք ուրիշ ձև են լսում, դա լա բան ոնց որ լիքը բան ես տենում սովորում, այդ մշակույթն ես վերցնում, բերում ես ստեղ, շատ հետաքրքիր է, փվում ես դրա մեջ։ Դրա համար ամենտեղ գնալուց նոր բան ես սովորում, նոր բան ես վերցնում։ Ոչ միայն դու ես լսարանին ինչ-որ բան սովորեցնում, այլև լսարանը քեզ փոխադարձ, որտեղ կենթանի օրգանիզմը անընդհատ անպայման, դա շատ կարևոր բան է, շատ տարբեր կան իրանք էլ ըստ երկրների մեկը էմոցիոնալը, մեկը սառնալու, միջև վերջ չգիտես, հիմա քեզ պոմիդորեն շպրտելու դե ծափ տալու, գերմանացի կորնակ։ Գերմանացիները էմոցիոնալ են։ Չէ, բայց իրանք կարան շատ սառը համերգ լսեն, հետո տես ծափ արեն, որ հա ծափերից հասկանալի լինի, հասկանաս որ իրանք դժում են 2 ժամ էլի, շատ ազուսպ էին անում։ Շատ ֆրանսիացիք ինչ ավելի իհարկե հաճելի իսպանացիք ռոմանտիկ։ Այո։ Ինձ հետաքրքիր է ձեր տեսանկյունից ուր է շարժվում այսօր մեր երաժշտությունը, մեր երաժշտական աշխարհը առհասարակ։ Ես ցավոք մի քիչ պետք է բան ասեմ, որ շատ քիչ է մեր համաշխարհային պրոդուկտը, էլի ընդհանուր ժանրերի մեջ եմ ասում, դեռ չեմ ասում ջազը։ Ինձ թվում է շատ քիչ է, էլի գլոբուսից վաստանում դուրս է, էլի մյուզիկը ինչա կատարվում, որակը ու Ես ոնց հետևում եմ, կոփիներ են, հա, դրսից։ Եթե վերցնենք էստրադան, դրսից կոփիներ են։ Դե դրսից հələ լավ է, որ դրսից, բայց արդեն իրանք իրար մեջ էլ են կոպի անում, էլի։ Այդ էլ լավ չէ, էլի։ Հələ դրսից ինչ որ եթե մեկը ուզում է կոպի անի, մի հատ երկու հատ կարող է իր ձևով ինքը կարողանա ցույց տա, որ ինքը հասկացել է ինչա կատարվում աշխարհում, բայց այդ հայկական պրիզմայով է հասկացնում, բայց կա արդեն որ ինչ որ մյուսը արդեն իրանից է վերցնում ու դա շատ ավելի տխուր է ստացվում։ Չէ, դու կոպի անելու ձև էլ կա։ Վատ կոպի անելու կարևոր է։ Ու մեկ կողքից նայում ես, ոնց որ մենք էլ հին խուլ գյուղում նստած ենք, էլի աշխարհը вообще ուրիշ տեղ է գնացել։ Հա։ Այդ շատ ափսոս է։ Ես չի ասի վատ կոպի, ես կասեի ավելի էժան կոպի է, հա, այնտեղ մի քիչ ավելի շատ ծախս եւ միտք է դրած, մենք վերցնում ենք այդ միտքը եւ փորձում ավելի էժան տարբերակով։ Ինչու՞ հետաքրքիր է նա, որ շատ տեղեր տենում ես, որ ռոզի փող ծախսել են։ Ռոզի даже կլիպերը արանժировки, ռոզի որ աշխատանք գնացել է, բան շատ վատ է։ То есть չեն տեսնում ինչա կատարվում շուրջը, չգիտեմ, չեն լսում ինչ երաժշտություն ընդհանրապես հիմա արդեն երկրագնդում ինչու։ Ինչն է մտքի եւ տաղանդի պակասն է, թե քիչ հետևելու։ Ինչ թվում է մասնագետների նաեւ պակաս է։ Այո։ Ու հետո փողի, тоже։ Փողի, եթե դու տենես որ կարաս քիչ ուզում ես մի բան սրա վրա էկոնոմիա անես, նրա վրա էկոնոմիա։ Չնայած կարելի է էկոնոմիա անելով ստանալ լավ բան, եթե լավ մասնագետ ես, եթե լավ ռեժիսոր կա, եթե լավ սցենարիստ կա, եթե լավ օպերատոր կա, եթե մուզիկանտները լավն են, եթե իդեա տվողը լավն է, եթե թիմը լավ աշխատում, то կարելի է լավ բան ստանալ, բայց в основном, չգիտեմ, այդ թմային վատ աշխատանքը բերում է непонятный продукты, որ դու նայում ես ռոզի լավ բայց ռաբիզոտ է, այս մի քիչ գեղոյոտ է, գույնավոր տորտ է, էլի լիքը կրեմով, որ ռոզի սիրուն է երևում, բայց վախում ես ուտես, կասկածելի է մեջն ինչը։ Ինչ ինչ-որ բան է, непонятный Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ մենք իհարկե շատ բաներ ենք կապում գումարի հետ եւ դրա լինելու չլինելու, բայց կա մի հստակ բան, որ ճաշակը այնուամենայնիվ կապ չունի գումարի հետ։ Իհարկե, Եվ ժողովուրդը լավ ճաշակով է, եթե լավ բաներ չես կարող անել, իհարկե, եթե գումարը քիչ է, բայց ամեն դեպքում ճաշակով մի բան, չգիտեմ, երգելու, նվագելու, թելադրելու հարցում, ամեն դեպքում այդտեղ այնքան էլ կապ չունի ֆինանսը, այդտեղ կապ ունի թե դու որպես ստեղծագործող մարդ ինչ ճաշակի կրող ես եւ ով ես ուզում լինի քո լսարանը։
որովհետև մեր եւ թե երաժիշտները եւ ոչ միայն երաժիշտներ շատերը առաջնորդվում են այս սկզբունքով, որ ես տալիս եմ այն, ինչ որ կառնեն եւ ինչի պահանջարկը ունեն, բայց այնինչ մի շատ կարևոր կանոն կա, ոսկե կանոն, որ ամեն դեպքում թելադրողը, ստեղծագործողն է։ Իհարկե, արտիստն է թելադրողը։ Պահանջարկը միշտ լինում է, լավ բանի պահանջարկը միշտ լինում է, այդ լավ բանը տալիս ես։ Այո։ Մարդիկ կարոտ են լավ բաների շատ ժամանակ։ Ուտենում են ասում վայ, բաուր է դասան։ Հա։ Դե որտեվ անկեղծել չեն, գիտեք, ես շատ անգամ լիքը մարդկանց համար բան եմ, այնց կոմունիստ նադզերացել եմ, որտեվ շատ անգամ երկիչներին կամ երկչույներին ասում եմ դու որ նստես մեքենա, դու քո դիսկը կմիացնես, ասենք երիտասարդ տղա ես, երկիչ ես, հայտնի չեմ ասում անունը, շատ հայտնի երկիչ ես, դու որ նստես, ես կողքդ նստեմ, ոչ թե դու լսես, այլ պրոստը ասենք, որ ես քեզ տայասեի, այս մի հատ դիսկը մի հատ լսի, արի 5 րոպե քշենք ստեղից, ինչ ներքև մի հատ լսի, կլսեիր, չէ, իսկ քեզ մեր վրա դու լիտալով էլի քեզ ուզում ենք լսենք, то есть եթե դու այդքան հասկանում ես, որ դու գրդոն ես արել գրուբը գավարարի շուրջ միտեղ երկելու համար կամ փող վաստակելու համար, հա դու ուրեմն պահի այդ այնտեղ այդ փող վաստակելու օֆիսից հանի։ Բայց այդ մարդիկ վստահ են, որ կան հարյուրավոր հազարավոր մարդիկ, որ ուզում են հենց դա լսեն եւ իրենք հենց այդ են տալիս։ Դա արդեն բայց ամեն դեպքում ստեղծագործող մարդը արտիստը ունի նաև առաքելություն փոխելու, դաստիարակելու, սովորեցնելու, թելադրելու ճաշակ եւ ինքը պետք է հասկանա, որ ինքը այդ պատասխանատվությունը կրողն է։ Ինձ թվում է նաև այդ խնդիրը կա, որ խուսափում են այդ պատասխանատվությունից կամ մտածում են, որ իրենք այդ ֆունկցիան չեն ուզում ան, կամ գուցե պետք չի խորանալ այդքան, թամն է պետք է գումար աշխատել, ինչ որ կերպ ապրել։ Ինձ թվում է սաղ ճանապարհները շատ հեշտ արդեն բան եղած են, ասֆալտը ռած է ու էլ պետք էլ չի թիմա մտի, ասենք խինք հիմա պետք է նստի, նոր պրոդյուսեր գտնի, նոր երաժիշտներ գտնի, 6 ամիս ինչ որ երգեր փորձեն գրել իրաց երգերը, իսկականից իրաց սիրածները, հետո դուրս գա երգի կարողա 50,000-ի տեղը 500 հոգիսի իրաց սիրտը կանգնի այդ վաղ որտեղ ինքը ուներես, ես հասկանում եմ, դա ամեն մեկը չի անի, դաժե 99% չեն անի, դա կարող մեկը անի, որտեղ որոշի գժվի, որտեվ նախ ինքը հետո այդ պետք է փորձի վաճառել, ճիշտ է, շատ լավ որակով է, բայց ամեն ինչի նման չի, այսինքն այդ կլինի ավելի դժվար վաճառելը։ Եթե լավ է ինքը կգնա մեկը 100%, ես հավատում եմ, որ լավ պրոդուկցիա մեկը ցույց է տալիս իրեն ու երևում է։ Բայց արդեն սենց բաների մեջ կգնի։ Գնա պիտի գնա դանդաղ ավելի քիչ փողով ավելի գնա, խի, բայց ես ինձ պետք էր հեն անի կար արդեն էլի տպում էին գնում էր։ Դրա համար է ոչ արվեստը, ոչ մշակույթը այդ ամեն ինչ որ կատարում այս այնց հիմա ռեստորանը փակվավ, թազա երկի չեկավ, թազա։ Սաղ չգիտեմ խի լոսում էլ էր ցենց ստեղել է այդպես։ Սաղ մեր այդ entertainment-ը հարսանիքի շուրջ է, այդպես ինձ սպանում է, то есть ֆլորիստը հարսանիքի համար է, շոր կարողը հարսանիքի համար է։ Որտեղ փողը հարսանիքի մեջ է։ Շորը հարսանիքի, հա, սաղ դառնում բաս գիտարիստը դառնում հարսան բառաբանщика չսովորած բառաբանվագել ու այդ երկերն է սովորում որ կարողանա հասկանում եք, то есть սաղ գալիս է դրան ու սաղ դրա կողքն է այդում։ Իսկ հիմա ես մտածում եմ որ գրվում է դրա համար բոլոր լավ երկիչները պարտադիր պետք է մի հարսանիքի թեմայով երգ ունենան։ Հիմա եթե 10 տարի հետո որոշենք որ ոչ մի live երաժշտություն չի լինելու, մենակ DJ լինելու, այսինքն չգիտեմ, լիքը մարդ լինելու է կամ չգիտեմ, որոշվելու է որ ծաղիկները արդեն էլ մոդա չի կամ չգիտեմ, էլ ուզում եմ ասեմ չի շատ տարօրինակ է որ մի ամբողջ 30-40 տարվա մշակույթային կյանքը սաղ կապում են հարսանիքների հետ։ Okay, իսկ թվում է 30-40 տարուց հետո Հայաստանի հարսանիքները ինչ որ կմոդեռնացվեն։ Դες կարող է մի 100,000-ը այդ ժամանակ մուզիկան պետք չլինի, հասկանում եք, 30,000-ը ֆոտոգրաֆներ, չգիտեմ, հասկանում եմ որ սաղին փողապետ, բայց չի կարծում որ սահմանափակվեն պրոստը հարսանիքներով, էլի։ Լոսում էլ նույն բանը, սա գալիս են լոս միանգամից որ դե ինչ հարս կա, հասկանում, սա պարզ է, դի ապրես պետք է։
ընտանիքդ պայես։ Գուցե որովհետև առանձին աճելու, որպես արտիստ, համերգներ ունենալու, լայվ մեր երաժիշտները լայվ համերգներ են շատ հազվադեպ ունենում։ Իրենք այդ ճանապարհն էլ չունեն, տեղն էլ չունեն, որովհետև քլաբերն են քիչ ռեալիզացնել, այո, քլաբերը քիչ են, այո։ Առանձին եթե մեծ ասրահներ լցնելու մասին է խոսքը, այդ վստահ եմ, որ չի լինի։ Այո։ Ու այսպես այս հարցերն է, որ իրենց տանում է, այսպես ասած, ռուսերեն ասած տուպիկ, որտեղ իրենք հասկանում են, որ չէ, ելք չկա, էլի գնում ենք այդ հարսանիքներ, միջոցառումներ եւ նման տիպ իվենտների։ Դե ամեն մեկը գիտեք, ամեն մեկը ունի իր ճանապարհը, ոչ մեկին չեն կարող ոչ մի բան ասել իդում։ Գիտես, բան շատ լավ բան կա, պետք է երկու հարցի պատասխանես, ով ես դու, ինչ ես անում ես կյանքում։ Դա շատ կարևոր բան է, որտեղ եթե դու գիտես դու ով ես ու ինչ ես հիմա անում, դու արդեն գիտես քո արժեք դրած նպատակները, ոնց պետք է լուծես խնդիրները, ոնց պետք է հասնես քո դրած նպատակին, սկզբից այս կետին, հետո այս կետին հասնելուց հետո այն կետին։ Այդ ճանապարհը, հետաքրքիր ճանապարհ է, ստեղծագործական, պետք է մտածել դրա համար, պետք է ուշ էփվես այդ ամեն ինչի մեջ, մարդիկ չեն ուզում պրոստը։ Դեկել է այս ճանապարհ արի գտնենք, արի այս մի հատ փոքր մի հատ բան անենք, մի հատ երգ գրենք արագ, որ կարելի հարսանիքին երգել, մի հատ բան կլիպ նկարենք, որ TV-ը ֆրա, մարդիկ կտենան, ուրախանան, բան մի երկու տարուց ինչ որ մի հատ շարժ կլինի, սկսեն կանչել ինձ, օրեկան ես իմ փողոք աշխատեմ հերիկա ծովա։ Դու որպես արտիստ, դու որպես արվեստագետ, դու որպես այդտեղ մեռնում ես, դու դառնում ես պրոստը ինքը ռոբոտ մարդ, որը ոնց միզերնի փոչուրիկ բան է անում այս կյանքում, փոքրով բավարարվում է ու վերջ, ու տենց մոմի նման հանգում է, ու հետո իրան չեն էլ հիշում։ Էդ է ամենա բանը, ու այդ մարդիկ շատ են։ Բայց ստեղծագործող մարդը այդ պարադոքսալ բան է, որտեղ ստեղծագործող մարդու առաջին այդ պորտկումներն է, որ ինքը ինչ որ միտեղ հետք թողնի, որ ինչ որ միտեղ իրեն հիշեն, առանձնացնեն։ Դե այդ մարդիկ կան, քիչ են, բայց իրեն կան, իր այդ մարդիկ էլ հենց ինձ թվում է այդ մշակութային մարդիկ են, որ ստեղծագործական process-ն է հետաքրքիր։ Ես որ կամ նույն ձևի Արտոմը նույն ձևի այս մեր կրուգը որ ստեղծագործում է։ Մենակ որ իջնում ես փորձատեղ կամ քո առանձին ժամանակն ես անցկացնում քո գործիքի հետ, մի ժամ, երկու ժամ կամ աչքերը թերթում ես տունից մի 6 ժամ, արդեն նվագում ես կամ ստեղծագործում ես, պարապում ես, երաժշտություն ես լսում։ Այդ մենակ այդ process-ը համերգի նման կամ ինչ-որ մի հատ ես մի հատ իվենթի նման մի հատ կտոր է քո կյանքի, որը շատ հետաքրքիր էր։ Անցավ, դու ինչ-որ բաներ, նշումներ արեց, ինչ-որ բաներ գրեցիր, հանգարցակի եկավ։ Դա շատ հետաքրքիր process է, էլի։ Դրա տեղի իհարկե կարաս նստես բան Facebook, Instagram թերթես տունը ժամանակը տանցնի, բայց դա է հետաքրքիր։ Ինչի համար են մուզիկանտ ինչի մենակ դրա համար չի որ պետք է ինքը բանանի, կլիպ նկարի ու ինչ-որ հարսանիքի երգի կամ ինչ-որ մի հատ բանանի ու սկսի մտածի երբ են գալու իրան ճանաչելու երբ են վայելելու այդ ամեն ինչ։ Մուզիկանտը դրա համար ոնց որ եթե դու բանկիր ես օրինակ ամեն օր գնում ես գործի, չէ՞, նույն ձևի ամեն օր քո վրա աշխատես, մուզիկանտ ես։ Իմ ջոկելով տենց է։ Այդ մարդիկ քիչ են։ Այդ հեշտ ճանապարհ գտնողները ավելի շատ են դրա համար այդ միջակցությունը շատ է։ Երևում ու ավելի շատ է մեր կողմը։ Այդ բոլոր ոլորտներում։ Հա, բոլոր, սա նույնն է, սա կինոն էլ է նույնն է, թատրոնն էլ է ինձ թվում է նույնն։ Կոնկրետ մեր ոլորտից կարող եմ ասել, միանշանակ այդպես է, որովհետև մեր ոլորտում էլ է արդեն այդ ձեր ասած ասֆալտը փռած է, հեշտ ճանապարհի, հա, հիմա Փառք Աստծո շատերի համար կան սոցիալական կայքերը, ու այդ կայքերի միջոցով կարելի է շատ հայտնի, եթե նպատակը պոպուլարությունն է, միանգամից դառնալ հայտնի, էլ ընդհանրապես պետք չի ոչինչ կարդալ, սովորել, ժամերով ինչ-որ բան փորձել, ինչ-որ բան հասկանալ ինչ-որ քեզ գտնել, հա, ինչ-որ մի քանի, հա, այդպիսի փորձերից հետո հենց ռեքի տակ ընկան դարձան հայտնի, այլևս ոչինչ պետք չի անել, այլևս ես արդեն հայտնի եմ, ինձ մենակ այդ փաստի համար, որ ինձ ճանաչում են, բայց ես ոչինչ չեմ արել, բայց ինձ ճանաչում են։ Ես կարող եմ ասենք, չգիտեմ, հայտնվել այնտեղ, որտեղ որ մարդիկ, որոնք որ
հայտնի լինելու եւ այդտեղ հասնելու համար արել են շատ բաներ ու տարիներով։ Այդ իհարկե այս ժամանակների աղետն է, որը որ դեռ տանելու է, դեռ շարունակվելու է։ Ինքը գնում է, որ երեխեքը ավելի քիչ ու քիչ բան սովորեն ու ես ինչեր Ճապոնիչների Instagram-ի բանն է հետևորդների այո դե դա ու բոլոր ոլորտներում լինեն բժիշկներ չգիտեմ նես վետերանարներ բոլոր ոլորտներում այդպես նույնը ես հետևում եմ շատ անգամ բժիշկներին ու շատ ծիծաղելի այդպես լինում է որ դու նայում ես շատ Instagram-յան ինչ որ գերակտիվ մեկին բայց երբ որպես մասնագետ գնում ես իր մոտ ասում ես որ ինքը որպես մասնագետ 0 է բայց ինքը հայտնի է այսինքն այդ ու երբեմն դու մտածում ես ասում ես բայց նայիր տես դա ին վրա էլ է ազդում այսինքն ես էլ եմ նայում այս դեպքում որպես հաճախորդ կամ հիվանդ նայում եմ եւ այդ փաստը ինձ գրավում է ասում եմ հա տես օքեյ ուրեմն կարելի է փորձում եմ այդ տարբերակը ասում ես դառնաս այդ մի մասնիկ այդ բանի վիրտուալ այդ պսևդո աշխարհի ինչ որ մի եւ այդ խապկանքը գործում է այդ խապկանքը իսկապես ինչ որտեղ գործում է մարդիկ դրան այո հավատում են կարող է լինել բայց դրա մեջ կարող է լինեն եւ լավերը եւ որակովը հա այդ ամեն ինչի մեջ կարող է լինի լավը բայց քիչ եւ այդ լավի կողքին իհարկե գոյատևի միջակցությունը վատը ինչը որ առաջ իհարկե բացառվում էր որտեվ ճանապարհ չկար որ իրենք որևէ կերպ ինչ որտեղ հայտնվեին վախենալի տեղ են գնում ինձ թվում այմը բայց սա ռոբոտները վերջում կանեն ու սա էլի մենք կմնանք միգուցե ժամանակ որտեվ հիմա շատ անգամ բան ես խոսում ծանոթներիդ հետ ասում է դե chat GPT-ն ինձ ասեց էս դե chat GPT-ն ինձ փոխարեն գրեց սա ու այսպես ինչ որ մի օր ես հիշում եմ անգամ օրեր եկել որ ուզում եի հիշեի ես վաղուց արդեն ձեռագիր ինչ որ բան չեմ գրել հա սա տպում ենք չէ մեկս մյուսին նամակ են գրում եւ ասում եմ իսկ կարող է գա մի բա որ փորձեմ չբան ձեռագրով գրեմ ու պարզվի որ ինչ որ ձեռքս հետ է վարվել այդ սարսափելի մի բան է հա մտանա ցավում է մեկը ջոկում ես չես հիշում եք մի անգամ խառնում ես իրար մի րոպե է ստառը հա ես էլ որտեվ այդ լատինատար տպելն էլ այո հիմա փարքաստո շատերը հայատառ են անցել են այդ հայատառի բայց ամեն դեպքում այդ ձեռագիրը չի քո ձեռագիրը ուրիշ բան է вообще ձեռագրով եւ մարդիկ առաջ իրար գովում էին չէ լավ ձեռագրի համար մենք սիրում ձեռագիր ու ասում դրա ինչ որ մի շատ կարեւոր բանի մաս է ասում այսօր ընդհանրապես դա ոչ մեկին է absolut даже գեշ ձեռագիր բայց կարելի էր մարդու մասին մի բան ասել ճիշտ է դա բնավորությունը մարդու ասել բան ձեռագիրը հետո ես հիշում եմ որ փոքրի նամակներ էի ստանում փոստով ընկերներից ու այդ կարդալը շատ հետաքրքիր էր նամակի էր կարդում բան էր զգում որտեղ գեղարվեստական գիրք կարդալ մեսիջ չի էլի որ ամեն անգամ կարդալուց ապրում էր մեսենջերով ինչ-որ բան ստացած եւ ուրիշ արժեք ուներ չէ նամակը ուրիշ արժեք ուներ հիմա միլիոնավոր սիրուն տեքստեր ստանաս բայց էլեկտրոնային ճանապարհով այդ ազդեցությունը չունի շատ բան է Դա էլի միլենիալներն ենք, հա, մենք հանձնում ենք աշխարհը զումերներին, էլի։ Չգիտեմ, վախենալու ժամանակ։ Իսկական շատ վախենալի է։ Նամանավանդ ծնողն էլ Էլոն Մասկ ասաց, որ մի 10 տարուց ինչ անելու են, որ 90% աշխատատեղերի սա ռոբոտներ են։ Ու իրանից էլ վախենում եմ, որտեղ ինքը ինչ որ ասում է, քեզ ճիշտ անում, դրա համար ասի 90%, այսինքն սա ռոբոտն է մարդը դառնում է անպետք անիմաստ երևույթ այդ դեռ շատ տարիներ առաջ մայրս պատմում էր ասում երբ մենք ուսանող ենք ասում էին մի պահ գալու է այս շրջան երբ լինելու են կոմպյուտերներ ու շատ աշխատողների ֆունկցիաները հենց կոմպյուտերն է անել ասում մենք չենք հավատում որ այդպիսի բան կլինի մտածում ենք որ դա դե երևի մի 200-300 տարի հետո գուցե հա ֆանտաստիկայի ժանրից էր բայց արի ուտես որ չէ շատ արագ սա մենք բոլորս շփվում ենք chat GPT-ի հետ խոսում ենք ինչ որ ու մեզ մյուս բժիշկները որոնք բուժելու են chat GPT-ով սովորած բժիշկները դա էլ զգուշել ենք էլի հարցնելու են ասելու է այո կա այդպիսի մեզ տխուր վտանգավոր ժամանակներ են սպասվում բայց դրա համար թվում է իսկական արվեստը ժամանակը փրկի որտեղ այդ ժամանակ համ կունենաս լավ ազատ ժամանակ գնալու ինչ-որ մի բան նայելու լսելու կարող է вообще ուրիշ ոչինչ բան չանես որտեղ գործը արդեն մեկ անում է Չէ մարդկային ֆակտորը միշտ մնալու է բայց մարդ ասելով պետք է հասկանալ որ այդ մարդը պետք է մնա պետք մնում է այդ մարդը որը իրանից բան է ներկայացնում ոչ թե միջակցությունը որը սախտյանքը chat GPT-ով հացկերել կամ հարցերել ոնց ատամները լվամ կամ ոնց դուրս գամ ակետից հասնեմ բեկի այլ մարդ որը
խելացի է, մարդ, որը խորն է, մարդ, որը մասնագետ է, այդ մարդը, այդ մարդ տեսակը ինձ թվում է երբեք չի անցնի մի կողմ, ինչքան էլ ChatGPT-ները, ինչքան էլ ռոբոտները, որտեղ все-таки այդ ամեն ինչը սնվում է այդ մարդ տեսակի երևույթից, այդ պրիվիջկեքից, այդ տված պրոդուկտից։ Բայց այդ մարդուն էլ ամեն դեպքում պետքա ոգեշնչման աղբյուր, ցանկացած ստեղծագործող, մտածող մարդուն պետքա մի կետ, որտեղ ու դեպի գտնում ենք։ Ինքը պետք է, հա, այս մեր ասած պլաստմասայի դարում պետք է ինքը Ու էլի underground ալնելու է էլի։ Այդ էլի լինելու է underground։ Underground։ Այդ վաղը ինքը вообще underground ալնելու, պետք է գնաս ու դե հաստատ Սաղ քաղաք իմանալի է, որ ընդ ժամը 7-ին մեկը live տվագում է, որ արդեն 100 տարի չեն նվագում ոչ մի բան։ Ինձ թվում է տենց մի տեղ կգա էլի։ Երբ ես ուսանող էի, իմ լուսահոգի դասախոսը մեզ ասում էր մեր սերնդին, ասում էր կոմպի զավակներ, ես հիմա մտածում եմ, որ եթե ինքը ողջ լիներ ու տեսներ այս սերնդին, որ իսկապես սենց է, հա, հեռախոսից այդ ժամանակ դեռ էս գեր զարգացած հեռախոսները չկային, ասում եթե այս սերնդին տեսներ, ինչ էր ասելու, եթե մենք դեռ այն ժամանակ իր համար արդեն այդպես բան էինք, կոմպի զավակներ սերունդ էինք։ Հիմա ավելի սարսափելի կլիներ էլի, բայց հիմա մենք այդպես նայում ենք արդեն այս փոքրերին ու հասկանում ենք, որ այս էլ մեր համար է ինչ-որ տա։ Ու շատ հետաքրքիր է, որ այս փոքրերը ես աղջիկ ունեմ 12 տարեկան ու բարձր հեռախոս իր կյանքի կեսից շատն է, բայց մի հատ էլ բան եմ հետաքրքիր նկատել, որ իրանք շատ ավելի կոնսերվատիվ են, քան թե մենք փոքր ժամանակ։ Ու այս վերջերս էլ կապում եմ դա հեռախոսի մեջ, այսինքն եթե մենք 89-90 թվականին եթե կար ինչ-որ ստրոյկա, մենք սաղս անպայման պետք է գնայինք վերևի հարգից այդ ստրոյկի տենայինք քար գցենք, մեզ այնց մեկն էլ անպայման ընկներ չէ, լուբոյ հայացում սաղ այդպես վատ ու լավ պատմություններ կան, ես չեմ տեսնում, որ հիմա այդ երեխաները այդ անում են ինչ-որ էքստրիմ ինչ-որ բաներ կամ չգիտեմ, նույն կռիվները կամ նույն բան, սա հասել է 0-ին, այսինքն ոչ մեկ ոչ մի էքստրեմալ իր փոքր վաղ բան չի անում, որտեվ ինչ ան, ինքը սա ինֆորմացիան ստեղից ստանում է, ինչը ոնց է, ինչու Այսինքն նոր բաներ չի փորձարկում։ Նոր բաներ ինչ-որ, չգիտեմ, ինքը չեն խաղում այդ երեխեքը։ Այն որ ասում են լավ գժական բան էլ, չգիտեմ, երեխեքը մի վազեր մի տանտարում մի բան այն, չգիտեմ, գնանք հելնենք են կրիշի, ինչ որ մենք անում ենք էլի 80-ների 90-ների ժամանակ, պաստային ինչ որ մի բանի մեջ պրպտումների մեջ ենք մի հատ էս գնանք, այս քիմիկա երիտասարդներ ես տեսնում որ չէ կոնկրետ մարդիկ գիտեն, դաժե ուր գնան հաց ուտեն, գնանք ստե ուտենք, հետո գնանք տուն, հետո էս չգնանք, այս չորա դառնում։ Այո, ու կոնսերվատիվ է, դες բան չկա ոչ մի։ Օրինակ բերեմ, եթե ես տենց է ստացվում ինչ որ մի բան փորձում եմ ստեղծագործել, կյանքս պլոնկով աչքիս առաջ անցնում է այդ ստեղծագործման process-ի մեջ։ Ես հիշում եմ իմ մանկությունը, հիշում եմ ընկերներին, հիշում եմ խաղերը, հիշում եմ տնեցի, հիշում եմ դպրոցս, ամեն ինչ հիշում եմ։ Գալի գնում է ինչ-որ էպիզոդներով, բան։ Այդ ամեն ինչը օգտագործվում է երաժշտության մեջ։ Այդ սա բան է։ Ես չգիտեմ մի երեխեքի ինչ են հիշելու ստեղծագործելու։ Այդ հետո քո անձնական բացահայտումն է եղել։ Հիմա իրենք չունեն այդ անձնական բացահայտումը։ Այդ սնվում է, էլի, այդ կարդացած գրքերից։ Այո, իհարկե։ Բան Ձեթի կապիտանը Գրանտը, բան Ալիսով ստրատեգիա։ Կարդում ես ինչ-որ բաներ։ Հիմա ես չգիտեմ, ասենք 15-20 տարի հետո, ինչ-որ մի հատ մուզիկանտ նստած ինչ-որ մի բան գրելու, ChatGPT-ն է ինձ իր տեղը գրելու կամ ինքը ինչա պատկերացնելու, իր կյանքից ինչա հիշելու, այդ ինչի շուրջ է ինքը գրելու մի բան, որ լսողը ասի, սա գեղարվեստական բովանդակություն ունի քո գործը կամ քո ստեղծագործությունը, որ դու գրել ես կամ քո դերը, որը դու խաղում ես կամ քո ինչ-որ մի բանը։ Դրա համար այդ վտանգավոր է, սա գնում է դեպի այդ մինիմալիզմի։ Բայց ես հույս ունեմ, մի sense ներքին հույս ունեմ, որ ամեն դեպքում այդ ամբողջը գործիք է, որ ինչ որ բաներում մեր կյանքը հեշտացնում է, բայց չի կարող կատարելագործել։ Եթե ճիշտ օգտագործես, այո, չի կարող միևնույն է մարդու մտքի թռիչքն անսահման է։ Տիեզերական մասշտաբի Մեկը չի ստեղծագործել մարդուց լավ։ Ունի բազային ինֆորմացիա, ինքը իր բազային ինֆորմացիայի շուրջ է գոյատևում, ինչը որ էլի տվել է մարդը իրեն այդ բազային ինֆորմացիան, բայց ամեն դեպքում ինքը չի կարող գերազանցել մարդուն, մարդու երևակայությանը, մարդու մտքին։ Շատ կոպիտ, եթե երկրագնդում մի հատ մարդ չլինի,
կանջատվի այդ ցանցը, վերջ, որտեվ սնունդ չկա ոչ մի տեղից սնվելու։ Կամ update չի լինի ուղղակի, կմնա հին վերսիայով միշտ։ Այդ ամենը update արվում մարդկանցից։ Բայց դե գնալով շատերը դառնում են ալարկոտ։ Շատերը ու այդ մարդկանցից ինչ սնվես։ Եթե մարդ չունի այդ կրեատիվ, չունի այդ միտքը, չունի այդ էներգիան։ Ուսումա գնալով փչանում են այդ մարդիկ, էլի։ Գիտեմ։ Չէ, բայց լավ կլինի, sense տխուր չար։ Շատ տխուր նոտայի վրա եք ավարտում, բայց չէ։ Չէ, ինձ թվում է ամեն դեպքում կգա կամ այսպես ինչ որ մի բան կգա ժամանակ կքանդվի ու զրոյից ինչ որ նոր մի բան կլինի, կամ ամեն դեպքում ամեն ժամանակ ունենում է իր խելառներն ու խնդիրները, որտեղ այդ underground-ից sense կձևավորվեն, իրենք ուրիշ իրականության եւ ուրիշ արժեքներով կգան, կպայթեցնեն ու կասեն այ Էսա հիմա էսա լավը եւ այո կգնան դրա հետևից որովհետեւ դրա այն ինչի պակասը լինում է եւ այն ինչ որ այսպես ասած առողջ մասնիկ է միևնույն է իր հետևից ուզում են գնան անգամ այն մարդիկ ովքեր որ ի սկզբանե չունեն այդ ընկալելու սիրելու ճաշակը միևնույն է գնում են Միտեղ պետք է կրակի միան սպասում ենք այդ պայթյունին սպասենք դա այդ պայթյունին լավ կլինի Նամանոն հայ ժողովուրդը շատ մշակութային է միշտ եղել ու հույսով եմ տենց էլ միշտ կմնա։ Լույս դառը տարիներին ու էպոխաներին մենք ունենք շատ վառ դեմքեր էլի շատ քիչ, բայց այդ էլ է մեզ շատ էլի մենք քիչ ազգ ենք ու ունենք տենց տպեր, որ ամեն 5-10 ամյակ աշխարհահռչակ դեմքերն ենք ու այդ եթե պահենք սենց շատ մեծ բոլորիս օգնություն կլինի, որտեղ միշտ տենալու ենք, որ մեկը կա, որ ինչպես ասացիք, տենց դուրս է գալու սա մեկը կա, որը որ պայթյուն արեց, եւ կլինեն այդպիսի մարդիկ, վստահ կլինեն։ Անգամ էս, չգիտեմ, մեխանիզացված ժամանակներում միևնույն է այդ կլինի։ Ինձ էլ է տենց թվում, կարևորը մարդիկ հավատան ինչ են անում, ինչ որ սիրեն, ամեն ինչ որ անում են, հավատան ու սիրեն ու մի անգամից այդ գրդոնի ու կամպյուտերի ճանապարհը չբռնեն, էլի այդ ճանապարհը հակա միշտ ավելավազ զբաղվել մշակույթի պահանջը միշտ կա, պետք է միշտ գնան լավ վիստովկեքի նկարների, լավ թատրոններ, լավ կինոներ գնան նայեն, լավ երաժշտություն, Տարօրինակը որ հիմա մենք ապրում ենք ժամանակներ, որ ամեն ինչ հասանելի է։ Այո։ Այսինքն եթե առաջ ինչ որ գիրք, ինչ որ ֆիլմ նայելու համար դա պատմություն էր, որ պիտի ինչ որ տեղից ձեռք բերեիր, ինչ որ մեկը քեզ ասեր, հա։ Եթե ենք խոսում ենք օրինակ 100 տարի առաջվա մասին, իսկ հիմա ամեն ինչ է հասանելի, ինչ ուզես աշխարհում կարող ես լսել, ինչ գժական ֆեստիվալներ կան, կարող ես հետևել, շատ արագ ֆիլմեր, ամեն ինչ հասանելի է, գրականություն, այդ մեր ասած այդ փոքր տուփի մեջ, այդ հեռախոսի մեջ ամեն ինչ կա։ Բայց միևնույն է մարդիկ շատ անգամ տեղեկացված չեն դրանից կամ չեն ուզում մարդիկ օգտվում են ախելքները թողում են վաղը։ Ու այդ վաղը միշտ ասպա տղամարդ որ ասում է վաղը կանեմ պետք չի ամեն ամեն օր իրան փեշած ասում վաղը կանեմ գնա վաղը լավներ իսկ որ թողում ես վաղվա կյանքը բրցնում ես Այն 100%։ Դրա համար պետք է այսօր անես։ Հետաքրքիր է։ Կա ման արի, լավ ֆիլմ նայի, գնա լավ համեր, այսօր լավ համեր կա, պրոստը մի անարի, տնից դուրս արի, գնա լավ համեր, գնա լավ ներկայացում նայի, գնա զբաղվի այսօրը լցրու, էլի։ Այդ կարևոր է, տես պետք է լինի։ Կյանքը տես ազարտում մարդկանց մեջ է։ Դրան շատ ավելի ուրախ ու հաճելի կերպար կլինես ու բոլոր քաղաքին էլ ավելի լավ էներգիա կտաս էլի քան ստե ջղային ու այդ քաղաքին էներգիա տալու եւ քաղաքում գույն լինելու պահն էլ այ հիմա շատ քիչ են մարդիկ որ ասում ես վայ ինքը Երևանյան կոլորիտի մարդ է ինքը գույն է այս քաղաքում շատ ափսոս որ շատ քիչ է այդ գույները այդ մարդիկ այդ տեսակները էլ չկան քաղաքը մի քիչ ճիշտ ասած ունի կարիք այդ մարդկանց ու անպայման իրանք լինեն այնց ոնց որ մենք հիշում ենք ասենք մեր մեծերին իրանք կարան իրանց ոչ թե կարան այլ անպայման պետք է իրանց նոր արար շուտ ձևի լինեն բայց կապ ունենան այս քաղաքի ամբողջ այդ ծառը տոհմային ծառը եւ դրա համար
տենց կերպարներ համարյա չկա, շատ քիչ են։ Շատ քիչ են։ Գուցե նրանց է որ նաև երևանցիներ են քիչ մնացել Երևանում, դա Հա, էլ դե, ինչ-որ ազդեցություն բայց ունի ամեն դեպքում։ Կա տենց բան։ Մենք խոսում ենք ես ծամին ասում եմ ինչ լավ է։ Դուք օրինակ դու եկար, էլի մեր ընկերներից մարդիկ եկան, ամեն անգամ երբ որ ինչ-որ մեկը գալիս է, այդպես շատ երկար մնալով ինչ-որ բան սովորելով, ինչ-որ բաներ, ինչ-որ փորձ ձեռք բերելով, գալիս է, մեր քաղաքում միանգամից զգացվում է այդ փոփոխությունը։ Ասում եմ, հələ պատկերացնում ես, որ լավ մասնագետներ, լավ պրոֆեսիոնալ դեմքեր, լավ թույն կա դեմքեր, հետաքրքիր դեմքեր։ Սաղ պրոֆեսիոնալ ժամանակ առ ժամանակ գան, ասենք, չգիտեմ, կես տարի, մի տարի մնան, հետո գնան, հետո էլի գան։ Միանգամից քաղաքը փոխվում է, միանգամից զգացվում է այդ նոր շունչը, նոր բանը, այդ պերսոնաժները լավ պերսոնաժներ Update են անում շատ։ Հետո էներգիան որ գալիս է դրսից այդ մի հատ էներգիան տալիս է սաղ բան են անում, բատարիկայի նման զարյատկային էլ մի պերիոդ էլ է։ Շատ են իրենք մանրիսկ ծրվեն, մանրիսկ մնան իրաց տներում, մանրիսկ մնան իրաց գործերով, չեն խառնվի ամեն մեկը իր քիթը չի մտցնի ուրիշ մասնագիտության մեջ, որի մասին вообще ինքը տեղյակ չի, բայց իրան թվում է ինքը պրոֆեսիոնալն է։ Ու տենց կլինի։ Պետք է այդ կոմունիկացիան պետք է լինի, որը երազա սա դրսից ինչքան մարդը պայվիրաժիսկի գա գնա այդ կոմունիկացիան պետք է լինի Երևանում դեպս։